Բարև ձեզ իմ հայ ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, այսօր ձեր համար պատրաստելու եմ քյաբաբ բանջարեղեններով ջեռոցի մեջ։ Ինչա մեզ հարկավոր պատրաստելու համար։ Տավարի միս, փափուկ, խոզի միս, սալ, բանջարեղեններից կարտոֆիլ, սոխ, սխտոր, բիբար, պամիդոր եւ կանաչիներից համեմ եւ սամիտ։ Ժողովուրդ ջան, սպեցներից ուրեմն անհրաժեշտ է աղ, կարմիր բիբար, իտալյանսկի սպեցի։ Իմ պատրաստած սպեցիներն է, ինչա մեջը գնում կարմիր բիբար, սև բիբար, ռազմարին, կուրկումա եւ համեմի սերմ։ Ամբողջական բաղադրատոմսը ապիսանյայի մեջ կգրենք, ինչա գնում։ Սկսում ենք պատրաստել։ Ամենաառաջինը ինչա մեզ հարկավոր։ Պետք է որ միսը կտրատենք, որ աղանք։ Միսը տեղադրենք։ Հաջորդը խոզի միս է մեզ հարկավոր, որ լինի յուղոտ անպայման։ Քյաբաբ պատրաստելու համար, որ լինի սոշնի, այդ դրա համար պետք է անպայման խոզի միսը, որ յուղոտ լինի։ Խոզի միսն էլ պատրաստ է։ Հաջորդը մեզ հարկավոր է ժողովուրդ ջան։ Սալ։ Սալը կտրատեմ մի քիչ։ Ինձ թվում է բավական է։ Եվ մեզ անհրաժեշտ է սոխ, մեկ գլուխ սոխ է անհրաժեշտ, որ մսի հետ աղանք։ Հիմա հերթն է, որ միսը աղանք։ Ուրեմն ես հիմա պատրաստեմ, միս աղալու վաղ ես ձեզի կմիանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, սկսում ենք միսը աղալ։ Ժողովուրդ ջան, ես բոլորը աղամ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել քյաբաբի ֆարշը։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Համեմունքներից ավելացնում ենք աղ, ավելացնում ենք կարմիր պղպեղ, ավելացնում ենք իտալյանսկի սպեցի, որով մենք ընտանիքով շատ ենք օգտագործում։ Եվ ժողովուրդ ջան, ավելացնում ենք իմ պատրաստած սպեցիները։ Բավական է։ Հաջորդ մեր քայլը ժողովուրդ ջան, մեզի անհրաժեշտ է կտրատենք կանանչի։ Համեմ եւ սամիտ։
ավելացնում ենք կանաչին։ Կանանչին ավելացնելուց հետո մեզի պետք է որ ձեռքով տնավարի սկսենք խառնել, ժողովուրդ ջան։ Ու էլի ոնց որ միշտ ասում եմ, ամենակարևորը հավեսով, ժողովուրդ ջան։ Պետք է որ տնավարի ձևի, այս ձևի խառնես, որ ձեր մոտ ավելի համեղ ստացվի։ Ժողովուրդ ջան, հիմա ես միսը լավ խառնեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Քյաբաբի ֆարշը արդեն պատրաստ է։ Հիմա մեզի հարկավոր է որ կտրատենք կարտոֆիլը։ Այս ձևի երկու մասի ենք բաժանում։ Ժողովուրդ ջան, վայ չուտողին ինչ ձևի քյաբաբներ են պատրաստելու։ Մնացեք մեզ հետ, որ տեսնեք ինչ ձևի են քյաբաբ պատրաստելու։ Եվ վերջինը։ Կարտոֆիլը կտրատելուց հետո անհրաժեշտը համեմ ենք։ Ամեն առաջինը ավելացնում ենք աղ։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Ավելացնում ենք իտալյանցի սպեցի։ Եվ ավելացնում ենք իմ պատրաստած սպեցիները։ Հաջորդը ավելացնում ենք ձեթ։ Եվ պետք է որ ձեռքով, այսինքն հավեսին, տնավարի, ժողովուրդ ջան, որ մեր մոտ համեղ բան ստացվի։ Լստենայեք ինչ ապետիտնի տեսք ունեն, ժողովուրդ ջան։ Բա ոնց մարդ չսարքի ու չուտի։ Լստենայեք։ Որ ասում եմ վայ չուտողին։ Ահա։ Հիմա այս ձևի կթողենք մի քիչ կմարինացվի, կմիանանք ձեզի հաջորդ քայլին։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը ու կարտոֆիլը արդեն լավ մարինացվել է, մեզի անհրաժեշտ է հավաքենք պրոթվինի մեջ։ Ամենաառաջինը մեզի հարկավոր է որ կարտոֆիլից սկսենք։ Պրոթվինի մեջ հարկավոր է որ այս ձևի տեղադրվի։ Եվ վերջինը։ Ժողովուրդ ջան, պրոթվինի մեջը տեղադրեցինք։ Հիմա ես ձեռքերս լվանամ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, կարտոֆիլը շարելուց հետո մեզի անհրաժեշտ է սոխ կտրատենք եւ ավելացնենք այս մասը։ Հիմա ես ձեզի ցույց կտամ ինչ ենք անելու։
Մեզ անհրաժեշտ է այս ձևի սոխը ավելացնենք։ Սոխը ավելացնելուց հետո մեզ անհրաժեշտ է, որ քյաբաբները հավաքենք։ Ժողովուրդ ջան, սոխը կտրատելուց, շարելուց հետո քյաբաբ շարելու ժամանակ ես ձեզի կմիանամ։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել քյաբաբները։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Ամենաառաջինը մեզի անհրաժեշտ է սուշի փայտիկներ։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք պիշիվոյ պլյոնկա, եւ անպայման շպատել է պետք։ Վերցնում եք այսպես ձեռքով։ Միսը ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է այս ձևի, ժողովուրդ ջան։ Եվ այս ձևի։ Ժողովուրդ ջան, տենում եք ինչ տեսք ենք արդեն ստացա։ Այս ձևի քյաբաբներ է պետք ստանալ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու։ Հաջորդ մեր քայլը։ Քյաբաբները այս ձևի, ժողովուրդ ջան, անհրաժեշտ է, այս ձևի ավելացնում ենք։ Հիմա ես մի հատ եք պատրաստեմ։ Էլի նույն ձև վերցնում ենք միս։ Եվ այս ձևի ավելացնում ենք, ժողովուրդ ջան։ Ու պետք է որ այս ձևի։ Յան քաշում եք։ Տեսանելի է, չէ՞, այս ձևի արդեն։ Հավեսին տեսք է ստանում։ Պատրաստ է։ Վերցնում ենք եւ տեղադրում ենք։ Հիմա ես բոլորը սիրուն ձևի պատրաստեմ, ժողովուրդ ջան, եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա ես օպերատորին կխնդրեմ մոտիկից ցույց կտա, ինչ հրաշք տեսք ենք ստացել։ Ինչ ձև ենք պատրաստել քյաբաբները, ես ձեզի ցույց տվեցի ինչ ձև են պատրաստում։ Կարտոֆիլը կողերն է, մեջտեղը սոխ է գնում եւ վերևը քյաբաբ։ Եվ ավելացնում ենք այս ձևի բիբարները, ժողովուրդ ջան։ Լստեն նայեք։ Ինչ ապետիտնի տեսք ունի, ժողովուրդ ջան։ Որ կարաք ձեր հյուրերին զարմացնեք։ Լստեն նայեք, ժողովուրդ ջան։ Եվ ավելացնում ենք պոմիդոր։ Տնավարի, ժողովուրդ ջան, հավեսով գեղեցիկ տեսք ենք տալի։ Եվ ավելացնում ենք անպայման սխտոր։
Իսկ թվում է երկու հատիկ բավական է։ Ժողովուրդ ջան, վերջնական տեսքը արդեն ստացել ենք։ Նախապես ջեռոցը արդեն միացրել ենք 200 աստիճան, ուրեմն պետք է եփվի 40-ից 45 րոպե, ժողովուրդ ջան։ Կմիանանք ձեզի եփվելուց հետո։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, լնայք ինչ ենք պատրաստել։ Ինչ գեղեցիկ տեսք ունի արդեն։ Լստենայք, որ ասում եմ, վայ չուտողին։ Լստենայք, ժողովուրդ ջան։ Լսում մեր քյաբաբները ինչ հավես պատրաստել ենք։ Լստենայք։ Հիմա ժողովուրդ ջան, կփորձենք պատրաստել ու ձեր հետ կլնեմ շատ անկեղծ։ Պամիդորը ձեռքով այս ձևի վերցնում ենք։ Տանավարի ամենաառաջինը վերցնում ենք բիբարը, մի քիչ կանաչ ենք ավելացնում, չենք մոռանում սոխի մասին, այսինքն և ավելացնում ենք մեր պատրաստած քյաբաբները։ Լստենայք, ժողովուրդ ջան, դաժե կակուրատնի։ Հիմա փորձեմ ես ձեզի ձեր հետ կլնեմ շատ անկեղծ ու կասեմ ինքը համեղ է մեր մոտ ստացվել, թե չէ։ Հիմա ժողովուրդ ջան, ամենաառաջինը հիմա ես մի քիչ վռազենք, բայց դե ոչինչ։ Հիմա յա լստենայք։ Լիա մեջի սոկը, ժողովուրդ ջան, նայում եք։ Վայ, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում ինչ ձևի։ Ինքան համովար չեմ ուզում։ Հիմա ժողովուրդ ջան, կփորձենք կարտոֆիլից։ Ժողովուրդ ջան, ես այս ձևի ձեռքերով տնավարի, այս ձեռքով վերցնում ենք և էլի նույն ձևի ինձ թվում է պամիդորա, պետք է անպայման ավելացնում ենք պամիդորա, մի քիչ կանաչ ենք ավելացնում և սոխը։ Այս տնավարի Ժողովուրդ ջան, անպայման փորձեք, շատ համեղ է ստացվել։ Ու կխնդրեմ բոլորիդ, փորձեք կոմենտարիաների մեջ գրեք, թե ինչ ձևի համեղ է ստացվել։ Ինքը արդեն տեսքից ձեր հյուրերին կարաք այն ձևի զարմացնեք, թե համով, թե տեսքով։ Այնպես որ խորհուրդ եմ տալի ձեզի, ժողովուրդ ջան, շատ համեղ է։ Ու էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած պահն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք ու վերջում նստում ենք հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։